Իր վարչապետական գոյության ընթացքում առաջի անգամ Նիկոլ Փաշինյանը, այո, առաջի անգամ Նիկոլ Փաշինյանը իր այս վարչապետական գոյության ընթացքում իր խոսքի տերը եղավ եւ հրապարակեց բանակցային փաստաթղթեր, իհարկե որոշակի ընտրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։ Այն ինչ հետևեց փաստաթղթերի հրապարակմանը անանուն, բայց իրականում դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, Նիկոլ Փաշինյանը փորձեց մեզ բոլորիս դնել ահա այս ուխտի տեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլևս նա չվերաբերվեց որպես ախուրյանցի անով սեգմենտ, որը ինչ որ բան ունա կհասկանալ, այլ մեզ փորձեց բոլորիս դնել ուխտի տեղ, ինչու ես հիմա կբացատրեմ եւ այսպես դրվագային կանդրադառնանք իր մեկնաբանության ստերին, բայց ինչ էր լինելու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեր իրեն թողնված բանակցային ժառանգությունը եւ ինչ էր ամրագրված հաջորդիվ բանակցային փաստաթղթերում Արցախի